Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր դեկտեմբերի 7 Տերը զորություն կտա իր ժողովրդին, Տերը կօրհնի իր ժողովուրդը խաղաղությունով։ Սաղմոս 29-րդ գլուխ 11-րդ խոսք։ Դավիթը հենց նոր էր լսել Տիրոջ ձայնը ջրերի վրա և տեսել նրա զորությունը կրակի մեջ, որի ընթացքը նա նկարագրել էր։ Եվ հիմա փոթորկից հետո տիրող հզով լռության մեջ այդ ահռելի զորությունը, որով ցնցվում են երկինքն ու երկիրը, խոստանում է լինել ընտրյալների զորությունը։ Նա, ով անսխալ նետեր է արձակում, իր փրկագնվածներին արծվի թևեր կտա։ Նա, ով իր ձայնով ցնցում է երկիրը, սարսափեցնում իր սրբերի թշնամիներին, նաև խաղաղություն է տալիս իր զավակներին։ Ինչու ենք մենք թույլ, երբ ունենք աստվածային զորություն, որին կարող ենք դիմել։ Ինչու ենք մենք անհանգստանում, երբ ունենք Տիրոջ խաղաղությունը։ Տեր Հիսուսը, հզոր Աստվածը, մեր զորությունն է։ Եկեք հագնենք նրան և սկսենք մեր ծառայության ճանապարհը։ Տեր Հիսուսը, մեր օրհնյալ Տերը, նաև մեր խաղաղությունն է։ Եկեք այսօր հանգստանանք նրա մեջ և վերջ դնենք մեր անհանգստություններին։ Ինչ օրհնություն է նրան ունենալ որպես մեր զորություն և խաղաղություն հիմա և հավիտյանս հավիտենից։ Նույն Աստվածը, որը դժվարին ժամանակներում վերահսկում է փոթորիկը, կվերահսկի նաև մեր փորձությունների փոթորիկը և շուտով մեզ կուղարկի խաղաղության օրեր։ Մենք ուժ կունենանք փոթորիկների համար և երգեր լավ եղանակների համար։ Եկեք անմիջապես սկսենք երգել Աստծուն մեր զորությանը և մեր խաղաղությանը։ Թող որ հեռու վանվեն մռայլ մտքերը և առաջ գան մեր հավատքն ու հույսը։